Նիդերլանդական կռունկ երգչախումբը «Այգեգ» գյուղում է հայկական հարուստ երգացանկով։ Ծրագրում Կոմիտասի Սայաթ-Նովայի, Կարամուրզայի և մեծանուն այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են։ Հայերեն երգեր կատարող նիդերլանդացիները հայկական գյուղում են մշակութային կամուրջ նախագծային աշխատանքի շրջանակում։ Գործուղմամբ Նիդերլանդներում է և գոթական եկեղեցում պատահաբար տեսել եմ իրենց երգելիս, անտարբեր բնականաբար լինել չէի կարող և ամեն սկսվեց հենց այդ եկեղեցում։ Նախագծային աշխատանքն ավելի շոշափելի դարձնելու համար Այգեգի դպրոցի ղեկավարությունը որոշում է հոլանդացի երաժիշտներին հրավիրել Հայաստան, չեն մերժում։ Այսպիսով ստացվում է աննախադեպ նախագծային աշխատանք, որը գյուղական համեստ շրջանակից դուրս է գալիս և միջազգային տարածում ստանում։ Պատկերացնում եմ, որ կարա շատ մեծ լինի, բայց որ այս կարգի մասշտաբային չէի պատկերացնում։ Նաև շատ մեծ առիթ է խոսելու, շփվելու օտարազգա ներկայացուցիչների հետ, զարգացնել քո անգլերենի մակարդակը։ Մեզանից շատ հեռավոր Հոլանդիայում մարդկանց մտքով անցել է հավաքվել հայ երգի շուրջ, հայ հոգևոր երգի շուրջ, նաև երգել, զգալ, պարել հայերեն, աղոթել հայերեն, ինչը շատ կարևոր փաստ է։ Կռունկ երգչախումբը հայկական երգի հանրահռչակման շատ կարևոր գործով է զբաղված։ Հայ մշակույթը հանրահռչակելու իրենց տարբերակներն առաջարկող այգեգցի դպրոցականները ստացան ավելին, այն ինչ տեղի ունեցավ անսպասելի էր նույնիսկ ոլորտի պատասխանատուների համար։ Նախագծային աշխատանքները այսօր հրաշալի արդյունք են ցուցաբերում եւ այսօրվա մեր միջոցառումը դրա արդյունքն է, քանի որ նախագծային աշխատանքի վերջնարդյունքը մենք պետք է ունենանք եւ դա է հենց նպատակը եւ այսօր մենք տեսանք, որ Այգեգի միջնակարգ դպրոցի աշակերտները նոր բարեկամության կամուրջ ստեղծեցին, նոր մշակութային կամուրջ ստեղծեցին հոլանդացիների հետ միասին։ Մենք բոլորը շատ տպավորված ենք։ Տպավորված են նաև հոլանդացիները, այս միջավայրում հայկական երգն էլ ավելի ազդեցիկ է հնչում։ Նման միջոցառումների կարևորությունն ընդգծում է նաև Նիդերլանդների դեսպանը։ Անչափ զգացված եմ այս նախաձեռնության համար, սա ևս մեկ քայլ է ամրապնդելու մշակութային երկխոսությունը երկու երկրների միջև։ Ես գրեթե վստահ եմ, այս երգչախմբի անդամները, երբ առաջին անգամ լսել են ձեր երգերը, սիրելու ցանկացել են իրենցը դարձնել։ Հայկական երգերաշտությունն ինձ էլ է դուր գալիս, այն շատ զգացմունքային է։ Հայկական մեղեդիները հոլանդացի երաժիշտներին գրավել են առաջին իսկ նոտաներից։ Երգացանկը կազմել է Խաչատուր Ավետիսյանի հայկական օրատորիումով, ապա ծավալվելով հասել են մինչև հոգևոր երաժշտություն։ Աստիճանաբար հարստացրինք երգացանկը ներառելով հայ մեծանուն կոմպոզիտորների նորանոր ստեղծագործություններ։ Դուք շատ գեղեցիկ երգեր ունեք, դրանք սրտից են բխում։ Մենք այդ երգերը տարածում ենք ամբողջ աշխարհում։ Հայկական երգերի միջոցով ծանոթանում ենք նաև ձեր պատմությանը, իմանում, որ երկիրը ծանր փորձությունների միջով է անցել։ Դա զգացվում է հատկապես դուք լսելիս, այնինչ շատ է հուզում։ Դպրոցական նախագծային աշխատանքը Այգեգի սովորական օրը դարձրեց ազգային ոգուտում։ Հոլանդացիները եւ հուզեցին, եւ հուզվեցին։ Երգելու ընթացքում դու հասկանում ես, որ իրենք զգում են երգը, ապրում են այդ երգով, արտասվում են նույնիսկ, դա շատ հուզիչ է։ Հաշվի առնելով, որ հոլանդացիները սիրում են հեծանվային սպորտը, կազմակերպիչները նախագծում ներառել էին նաև համատեղ հեծանվավազք դեպի Զվարթնոց տաճար։ Հյուրերը մշակութային միջավայրում չերկել չկարողացան, իսկ այգեգցի դպրոցականների ելույթներից ուղղակի հուզվեցին։ Հայկ Ուշասանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։